Բարև ձեզ, ես Մարիամն եմ, ուրախ եմ ծանոթանալ, բարի գալուց Մեկերյան կապել։ Մեր ընկերությունը հիմնադրվել է 1917 թվականին ներկայիս սեփականատերերի պապիկի կողմից Նյու Յորքում, Հարություն Մեկերյանի կողմից։ Եվ սկզբում Մեկերյանները հավաքում էին հին հայկական գորգերը, վերանորոգում էին և վաճառում դրանք, սակայն չէին զբաղվում նոր գորգերի գործմամբ։ Հետագայում, երբ որ ընկերությունը փոխանցվում է նրանց թոռներին, ներկայիս սեփականատիրոջը Ռաֆի Մեկերյանին, Ռաֆի Մեկերյանը սկսում է արտադրել ձեռագործ գորգեր, բացելով առաջին ֆաբրիկան Եգիպտոսում, այնուհետև Հնդկաստանում, Չինաստանում, Ռումինիայում և շատ այլ տարբեր երկրներում։ Այստեղ Հայաստանում բացվել է շատ ավելի ուշ, 2002 թվականից, և այդ ժամանակվանից ի վեր մենք օգտագործում ենք հայկական կրկնակի հանգույցը գորգերը գործելու համար և միայն բնական ներկանյութեր թելերը ներկելիս։ Այս հատվածում կարող եք ծանոթանալ մեր բնական ներկանյութերին։ Օրինակ, շագանակագույնը ստանում ենք հնկույզի կեղևից։ Ընտանիքից բոլորը։ Դեղին գույնը ստանում ենք անթարամ ծաղկից, որով նաև թե ենք պատրաստում։ Դարչնագույնը ստանում ենք բաց գույնի նռան կեղևից։ Կարմիր գույնը ստանում ենք բոլորիս հայտնի տորոնի արմատով բույսի։ Բեժը ստանում ենք թթի ծառի թեփից և մեր միակ գույնը ինդիգոն է, մուգ կապույտը, սա կոնկրետ քարատեսակն է, ներկրվում է Հնդկաստանից։ Մյուսները տեղական են, Հայաստանից են, և մենք միախառնում ենք մեր բնական ներկանյութերը ստանալով մոտավորապես 600 նոր երանգ։ Այնուհետև պետք է ամրեցնենք գույնը թելի վրա, օգտագործում ենք 4 ամրեցուցիչ։ Այստեղ ցուցադրված են միայն երկուսը, քանի որ մյուս երկուսը մեր ընկերության գաղտնիքն է։ Առաջինը շիբն է, կարող եք տեսնել, երկրորդը գինեքարը։ Գինեքարը դա գինու նստվածքն է, որը այսպիսի տեսք է ստանում մի քանի տարվա ընթացքում տակառի ներքևի հատվածում։ Շշի մեջ է դա, չէ՞։ Այո, նույն մրուրն է։ Եթե հարցեր ունեք, կարող եք այստեղ։ Վաու, շոկի մեջ եմ ուղղակի, էսա օրան պետք է զգաք։ Մեր արտադրամասն է, ինչպես տեսնում եք, բոլոր գորգերը ձեռքի աշխատանքներ են, մենք մեքենագործ գորգեր չունենք։ Գործիքը, որի վրա գործում ենք, կոչվում է դազգահ կամ գորգ։ Սա գորգի հենքն է, որի համար հիմնականում բամբակ ենք օգտագործում։ Ձեր ձեռքերն եմ նկարում, կարելի է, չէ։ Ասելա գիծը քաշած է, անձես է։ Բրավո, անտես։ Հրաշալի։ Հիմա կարաս արշավ մի հատ եկը կտրավ։ Վաու, այս ինչքան Բոլորը այստեղ լսենք, հետո արդեն հետաքրքրություն կարող եք նկարվել։ Այս հատվածում վերջնամշակման փուլերն ենք իրականացնում։ Նախ եւ առաջ գորգերը լվանում ենք մի քանի անգամ, 3-ից 4 անգամ։ Այնուհետև գորգը սանձում ենք այս գործիքով, մեր վարպետը հիմա ձեզ ցույց կտա ամբողջ ընթացքը։ Այսպես սանձում ենք գորգը։ Տեսեք, մեռած բրդի մազիկներն են դուրս գալիս, հեռացնում են։ Այսպես
Հետո արդեն խուզի մեքենաում եք բոլոր մակերեսն եք խուզում, հարթեցնում, նաև ավելի փայլուն է դառնում, հանգույցները հղկվում են, գորգը ավելի փայլում է։ Հիմա կարպետների դրախտում ենք ուղղակի, սենց չեմ կարա բացատրեմ ինչքան շատ կարպետներ կան ու ինչ նախշազարդերով, հայկական նախշազարդերով, մեկը մեկից սիրուն, մեկը մեկից գունեղ ու որ գալիս ես այնտեղից ու տեսնում ես, թե մի կարպետի վրա ինչքան են տանջվում, ինչքան աշխատանք է դրվում դրա վրա, օրերի, ամիսների աշխատանք, այս ամեն մի անգամ փոքր կարպետը սենց աչքիդ առաջով անցնում է ինչ էր անցել, ինչ փուլերով է անցել ու ինչքան տանջանք է դրա վրա դրվել։ Ես մինչև այսքան լուրջ չէ այս ամեն ինչին վերաբերվում, ոնց որ այս ամեն ինչը տեսնելուց հետո ուղղակի հրաշք է։ Այստեղ էլ Հերմինեն է երգում։ Հերմինեի ձայնը, վաու։ Նիկանը ուղղակի շատ հին է, մաշվել է խավը, հանգույցի հենքն է մնում։ Սա մեր ամբողջ հավաքածուի ամենահին գորգն է, որը Վասպուրականից է, Արևմտյան Հայաստանից, հենց Վասպուրական էլ կոչվում է։ Գորգը մոտավորապես 400 տարեկան է եւ ավել։ Սակայն գորգի վրա կան որոշ հատվածներ, որոնք գունային տարբերություն ունեն համեմատաբար մեջտեղի հատվածի, օրինակ այս ներքևի հատվածը, կողայինը եւ վերևում։ Տեսեք, պարզ երևում է։ Այդ հատվածները վերականգնել են Սովետական միության տարիներին օգտագործելով քիմիական ներկանյութեր, ոչ թե բնական, այդ իսկ պատճառով ամբողջությամբ խամրել են ընդամենը 70 տարի անց։ Սակայն բնականը վարված հատվածները պահպանվել են անգամ 400 տարի անց։ Այդ իսկ պատճառով մենք միայն բնական ներկանյութերով ենք ներկում թելերը։ Իսկ հիմա հենց այսպես է։ Աշխարհի ամենահին գորգի նկարն է, որը կոչվում է պազիրիկ։ Պազիրիկ գորգը մոտավորապես 2500 տարեկան է։ Քրիստոսից առաջ 5-ից 4-րդ դարեր է թվագրվում։ Գտնվել է Ալթայ երկրամասում, Սիբիրում, հավերժական սառույցների միջից, թաղված պազիրիկ անվամբ դամբարանում, այդ իսկ պատճառով կոչել են պազիրիկ։ Եվ երբ որ գորգը գտել են, ամբողջությամբ սառած է եղել եւ հենց սառույցի շնորհիվ է այդքան երկար պահպանվել։ Եվ ամենակարևոր փաստն այն է, որ գորգը բազմիցս ապացուցված է, որ հայկական է բազմաթիվ գիտնականների կողմից։ Առաջին անգամ գերմանացի պրոֆեսոր Գանցորն է եղել, որ ապացուցել է, գրելով այս գիրքը։ Ձեզ ուզում եմ նաև ցույց տալ գիրքը պազիրիկի մասին եւ առհասարակ հայ գորգարվեստի մասին։ Այստեղ պազիրիկի լուսանկարն ունենք։ Իսկան գորգ, տեսնում եք ինչքան գորգ։ Առաջնորդնակը նվիրել են Շահ Վասապուրին, երկրորդ օրինակը Հռոմի պապին, այստեղ Արամ առաջինն է, այստեղ Ռիչարդ Հովհաննիսյանն է, Արա Գևորգյանը, Կարոտ Հայդանը և շատ այլ նշանավոր անձանց, օրինակ Սերժ Թանկյանին, Հենրիկ Մխիթարյանին, Մոնակոյի արքայազնին, Հորդանանի արքայադստերը և այլոք։ Այստեղ կարող եք տեսնել Ջորջ և Աման Քրունիների անունը, համար կամ պատի գորգեր որպես 50,000 դրամ են։ Այստեղից սկսվում է գորգերի արժեքը։ Օրինակ 1 քառակուսի մետրի միջինացված արժեքը 400,000 դրամ է, որոնք այստեղ են, այս չափսերը։ Մոտ 400,000 դրամ։ Մի քիչ շատ, մի քիչ քիչ։ Եվ սրանք գործարանային գներ են։ Միայն այստեղ Հայաստանում վաճառում ենք ամբողջը գործարանային արժեքներով, մեծ մասը արտահանվում է, վաճառվում է դրսում, կրկնակի եռակի ավելի թանկ են բնականաբար։
Սա էլ ռեստորանն է, էլի սենց ամբողջը գորգերով շատ հետաքրքիր է երեկոում։ Այս ֆորմատները ես սենց շատ ուղղակի շատ հետաքրքիր է շարժում։